պատիվ տալու մասին եմ ուզում խոսեմ այսօր։ Իրականում պատիվ բառը, երբ որ մենք տեսնում ենք ընդհանրապես այն որ կա չի ասում պատվիցս վերա, ես այդ բանը չեմ կարող անել, պատվիցս վերա, այսինքն արժեքային համակարգի հետ ինչ որ մի բան կախված է պատիվը։ Այսինքն դա երբ որ ես կատարեմ, ինձ պատիվ չի բերի, կա արտահայտություններ դա ինձ պատիվ չի բերի, դա անարգանք կբերի, որտեղ պատվի հակառակ անարգանքն է։ Եթե պատիվ չէ, դրա հականիշը անարգել։ Այսինքն եթե ես մի բան եմ անում, որ պատիվ չի բերում, բա ի՞նչ է բերում։ Անարգանք։ Լավ, ի՞նչ է նշանակում պատիվ տալ։ Այսինքն չանարգել հակառակը, դա ի՞նչ է նշանակում գնահատել պատիվ տալը։ Պատիվ տալ նշանակում է դրա մեջ ներառվում է թե հյուրասիրել, դրա մեջ ներառվում է թե բարձրացնել, թե օգնել, թե խրախուսել, թե կողքը կանգնել, չէ պատիվ տալ։ Որովհետև պատիվ տալ, եկեք նայենք թե Հիսուսը Մարկոսի ավետարան 7-րդ գլուխ 6-րդ խոսքում, Հիսուսը պատասխանում է ու ասում. նրանց թե Եսային լավ մարգարեացավ ձեզ, ասма կեղծավորների վրա, ինչպես գրված է, այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նրանց սիրտը ինձանից հեռացած ու ջոկված է։ Ուրեմն պատիվը դա սկսվում է պատիվ տալը մարդու սրտից, որ պետք է սիրտը հեռացած չլինի։ Իհարկե ես մի քիչ հետո կխոսեմ մենք ում պիտի պատիվ տանք, պատիվ տալ Աստծուն եւ այլն, ես մենք այդ ամենը հերթով կնայենք, բայց ուզում եմ ասել պատվելը դա սկսվում է սրտից։ Պատվելը դա չի միայն շուրթերի վրա չի, գեղեցիկ խոսքերի մեջ չի։ Իհարկե պատվելու մեջ գեղեցիկ խոսքերը կա, շուրթերով արտահայտվելը կա։ Բայց միայն դա չի, որովհետև եթե դա լինի, սիրտը հակառակը ուզեն, դա կեղծն է։ Որովհետև Հիսուսը լավ է ասում այստեղ, որ շրթունքներով չի միայն, ասում է, եթե սիրտը հեռացած է, ջոկված է, Աստծուց հեռացած է։ Ուրեմն պատվելը դա ներսի վիճակից է դեպի դուրս վիճակ գնում։ Դա սրտից դեպի հետո նոր գործողություն։ Երբ որ մարդու ներսում ինչ-որ մի բան կատարվում է, ինչ-որ մի բան բարձրանում է, եւ այդ բարձացածի արդյունքը դա նա է, երբ որ դու սկսում ես գործել այդ մեկի համար, ում որ դու ուզում ես պատիվ տալ։ Ինչ-որ մի բան անելով կամ ինչ-որ մի բան ասելով կամ ինչ-որ օգնելով կամ եւ այլն տարբեր եղանակներով դու ուզում ես անես, որովհետեւ դա արդեն բարձրացել է քո սրտի մեջ։ Ամեն։ Այնպես որ պատվելը դա սրտի վիճակ է, ներսից բխող վիճակ է։ Օրինակ մենք տեսնում ենք 10 պատվիրանների մեջ ինչ ասում, պատվիր քո հորն ու մորը, երեխաներին ասում, չէ։ Ընդհանրապես ամեն մարդ ով որ հայր ունի, կապ չունի տարիքից, քանի դեռ այս երկրի վրա են, խոսքը մեզ պատվիրում է, պատվիր քո հորն ու մորը, որ երկրի վրա երկար կյանք ունենաս։ Պատվիր քո հորն ու մորը, պատիվ տուր, եւ դա միայն պարտականություն չի, ծանր բեռ չի, դա գալիս է սրտից, երբ որ դու պատվում ես, որովհետև քո սրտից է այդ ամենը դուրս գալիս։ Գիտեք Աստված պատվիրանները ոչ թե տվեց ուղղակի որպես ծանրություն, այլ տվեց որպես հարաբերություն եւ սրտի մեջ դրեց, սրտի տախտակների վրա դրեց, որպեսզի այդ ամենը գա մեր սրտի մեջ եւ մեր սրտից դեպի դուրս եւ մեր սրտից դեպի գործողություն լինի այդ խոսքերը։ Ամեն։ Ուրեմն նախ եւ առաջինը մենք պետքա պատիվ տանք Աստծուն, պատվենք Աստծուն։ Պատվել Աստծուն, որովհետև նայեք այստեղ Հիսուս ասում է նրանց, ասում է միայն շրթունքներով են ինձ պատմում, բայց իրանց սիրտը ինձանից ջոկված ու հեռացած է։ Ինքը փարիսեցիներին էր հանդիմանում այդ խոսքերով։ Այսինքն գործողություն, սրտի վիճակ եւ ապրելակերպ դա շատ կապ ունի, որովհետև Աստված ուզում է, որ մենք իրեն պատվենք սրտանց, Աստված ուզում է, որ մենք ուղակի բերի պես չլինի իրեն պատվել, իրեն ծառայելը, իրեն իր համար ինչ որ մի բան անելը, դա ոնց որ ասած պարտականությունից չլինի, այլ սրտի սիրուց լինի։ Եվ մենք պետք է պատիվ տանք Տիրոջը, անգամ Առակաց 3-րդ գլուխի 9-րդ խոսքում ասում է պատվիր Տիրոջը քո ստացվածքից։ Այսինքն քո ունեցվածքից։ Երբ որ մենք ընծա ենք տալի, ես հատուկ այդ տեղը չեմ կարդացել, այսօր որտեվ ես սրա մեջ ներառում էի։ Ասում է պատվիր Տիրոջը քո ստացվածքից, երբ որ ինչ-որ նվեր ես բերում Տիրոջը տալու համար, պատիվ ես տալի դու Տիրոջը, բայց դա քո սրտի շնորհակալությունն է, քո սրտից բարձրացածն է, այն պատիվն է, այն որ քո ներսում բարձրացել է, ասում ես նա արժանի է, որպեսզի ես տամ նրան։ Պատվիր Տիրոջը քո ստացվածքից, անգամ ստացվածքից կարելի է պատվել։ Մեր հայերը այսպիսի բան ունեն, չէ, որ ասում արի գնանք պատիվ եմ տալի քեզ։
Ում են ասել, հեչ արի գնանք պատիվ եմ տալի։ Ժողովուրդ, ուզում եմ իմանամ ձեզ չեն ասել։ Ում են ասել, արի գնանք պատիվ տամ։ Լավ, ում չեն ասել։ Անկեղծելի ում չեն ասել, արի գնանք պատիվ տամ։ Մարոտա, այսօր ինչ են կազմակերպում, մետանք պատիվ տամ քեզ։ Ես մը համոզված եմ ասել են։ Ուրեմն իրականում արի, որ ասում եմ, արի գնանք պատիվ տամ։ Պատիվ տամ։ Եկեք համաձայնվենք, որ այդ դրա մեջ նյութական բան մտնում է։ Կամ ասում գնանք մի կտոր հաց ուտենք։ Ինչ եք կարծում, կարող է ամեն ինչ տամ, բայց հացը մոռանամ, չէ՞, որ ասում եմ, այ հացը մոռացանք։ Այդ հաց տալու մեջ մի քիչ մեր բանի պատկերացման մեջ ավելի լայն է, քան հացը միայն։ Գիտեք արտասահման որ ասում արի մի կտոր հաց տամ, ինքը ուղիղ է հասկանում։ Արի մի կտոր հաց ուտենք, հաց ինքը կարող ասի չէ, շնորհակալություն, հաց չեմ ուտում ընթանը եւ այլն։ Բայց սոված ելնի, բայց ինքը հաց չի ուտում։ Բայց մեր մոտ երբ որ ասում են գնանք մի կտոր հաց ուտենք, արդեն հասկանալի է ինչ են ուտելու։ Ու նույնպես պատիվ տալու մեջ այդ ամենը մտնում է։ Գիտեք մի ուրիշ բան էլ կա, ասում ալնդենա, իրար այդ հաց ենք ուտում, հələ բայց հələ իր ինչա հետս ոնց է վարվում։ Այսինքն դա նույնպես եղավ մի բան, որ գործողության մեջ հաց կար, բայց սրտի մեջ խավար կար։ Այսինքն դա սրտից պետք է բխի։ Ու նույնպես մենք պետք է հասկանանք, որ Տիրոջը պատիվ տալը դա ապրելակերպ է, պատվելու ընթացք է։ Մենք մեր կյանքի ամեն ժամանակ պետք է ապրենք այնպես, որ դրա մեջ Աստծո անունը պատվավոր ձևի բարձրանա, պատվավոր լինի։ Կա չէ՞ որ ասում Աստծո խոսքում հետարքիր բան ասում ոմանց պատճառով Աստծո անունը հայհոյվում է։ Ոմանց պատճառով, այսինքն պատիվ չի բերում Աստծուն։ Կամ լսել եք այսպիսի արտահայտություն ասում հələ երեխունն է, ինչպիսի հայր ունի, բայց ինքը ինչպիսի ոնց է հոր անունը պատվազրկում։ Պատվազրկում։ Ու այսօր մենք ամեն մեկս մեր երկնային հոր անունը պետքա մեր ապրելակերպով պատիվ բերի մեր երկնային հոր անունը։ Եվ ինչ է նշանակում պատվել Տիրոջը, քո ամեն մի ապրածի, ամեն մի գործածի, ամեն մի խոսացածի, խոսքերի, քո ամեն մի շարժու ձևի, ամեն բանի մեջ պետքա իրականում այդտեղ Աստծո անունը փառավորվի։ Պատիվ բերի մեր երկնային Տիրոջը։ Եթե մի բան երկնային Տիրոջը պատիվ չի բերում, ուրեմն ավելի լավ է այդ բանը չանենք։ Դա մեզ էլ պատիվ չի բերում։ Ես մի բան ասեմ, այն ինչ որ դու կանես, որ երկինքին պատիվ չի բերի, քեզ էլ չի բերի պատիվ։ Բայց եթե դու մի բան կանես, որ երկինքին պատիվ կբերի, քեզ էլ է պատիվ բերելու դա։ Ամեն, որովհետև դա ուղիղ կապված է Աստված մի բան, որ իրան ասում է ինձ անեք, անհնար է քեզ դրանից մաս չունենաս։ Որտեվ խոսքը ասում է, չէ, փառքը ում է պատկանում։ Երբ որ դու փառավորում ես Տիրոջ, ասում ես փառավորներողներին կփառավորեմ։ Այսինքն անհնար է դու մաս չունենաս դրանից ինչ որ քո կյանքի մեջ այդ դրա անդրադարձը չլինի, անհնար է։ Այն ինչ որ Տիրոջի դու անում ես Տիրոջ համար, դու դրանից մաս ես ունենում։ Անհնար է։ Ամեն։ Ուրեմն պատիվ տալը նախ եւ առաջ եկեք մեր կյանքի մեջ ապրենք ու անենք ամեն ինչ որ կբերի պատիվ մեր Տիրոջի երկնային։ Նույնպես պատվենք մեկս մյուսին։ Հռոմեացի 12-րդ գլխի մեջ եկեք բացենք։ Հռոմեացի թուղթ 12-րդ գլուխ 9-10-րդ խոսքի մեջ գրված է. Սերն առանց կեղծավորության։ Ուրեմն հնարավոր է սերը կեղծավորությունով, դա ի՞նչն է։ Ձևը։ Նույնիսկ պատիվը առանց սրտի վիճակի, դա ի՞նչն է, ձևը։ Հռոմեացի 12:9-10 Սերն առանց կեղծավորության չարն ատեցեք, բարին հետևեցեք։ Եղբայրասիրությունում իրար վրա գթած եղեք, պատիվ տալու մեջ իրար առաջ անցեք։ Ինչի մեջ իրարից առաջ անցեք։ Ուրեմն չի ասում է իրար հետ ծառայելու մեջ իրարից առաջ անցեք։ Իրար պատիվ տալու մեջ այդտեղ ինչքան ուզում եք մրցակցեք։ Մի sense մի բան։ Մրցակցություն այնքան էլ լավ բան չի։ Ծառայում ես քո տեղում դու չես մրցակցում, դու քո ամբողջ սիրուց դու ծառայում ես Տիրոջը, դե մրցակցություն չկա։ Դու ծառայում ես Տիրոջը, սիրում ես Տիրոջը, քո ամբողջ սրտից ու քո կարողության ամբողջ չափով, սիրով դու ծառայում ես Աստծուն, ամեն։ Բայց իրար պատիվ տալու մեջ թույլատրելի է մրցել։ Ես չեմ ասել, Պողոսն է թույլատրում։
Աստծո խոսքը համարվում, մենք էլ հասկանում ենք ինչի նկատի ունի։ Իրար պատիվ տալու մեջ։ Իրար պատիվ տալը, նորից եմ ասում, դա սկսվում է սրտից նույնպես։ Մենք ընդհանրապես պատիվ տալը ես ասեցի սրտից։ Նայեցինք, որ Աստծուն պետքա պատիվ տանք եւ նույնպես իրար պատիվ տանք։ Եկեղեցին ինքը իր ներսում պետքա իրան ինքը իրեն իրար մեջ իրար պատիվ տալը սովորենք եւ դրա մեջ առաջ անցնենք։ Հիսուս ասեց ձեր սիրուց կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Դու պատկերացրու, ինչ եք կարծում ով է հեշտ տեսել ընկերական շրջապատներ, ընկերական շրջապատ, որը որ այն որ կա, չէ՞, որ նայում են, ասում են նախանձելի ընկերություն կա իրար մեջ։ Ու դու տեսնում ես, իրանք իրար ոնց են պահում, իրար ոնց են պատիվ տալու։ Դա գործողություն է, ճիշտ է։ Եվ նույնպես ասեմ, աշխարհը շատ ուժեղ ձև ու շատ ուժեղ մեզ հետևում է, շատ ուժեղ մեզ նայում է, թե մենք ինչպես ենք իրար հետ վերաբերվում։ Թե պատիվ տալը, թե անարգելը, այդ ամենը աշխարհի աչքի առաջ է։ Եվ պատասխանատվությունը ինձ ու իմ քո վրա է։ Ես ասեմ, աշխարհը կուզենա դառնա քո ընկերը, եկեղեցու ընկերը, եթե տեսնի քո վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ։ Գիտեք, մեր հովիվներից մեկի հետ ես չեմ ուզում անուն ասել, բայց բոլորը ճանաչում եք իր ընտանիքում դժբախտության իրավիճակի ժամանակ թե ինչպես է եկեղեցին կանգնել ու թե հովվական կազմակերպությունը թե ինչպես է կանգնած եղել, այդ մեր հովվի հալալ եղբայրը ասել է ինչ անեմ, որ ես ձեր աղբերության մեջ ներգրավված եմ ընկերության մեջ։ Գիտեք, անգամ դժբախտության մեջ դու տեսնում ես թե ինչպես է մարդը ուզում գա այդ ընկերակցության մեջ մտնի ու դառնա ընկեր։ Ու այդ ամենի հեղինակը, ընկերության հեղինակը, հարաբերության հեղինակը, պատճառը Աստված է, սերն է, որ մեր մեջ պիտի լինի։ Պատիվ տալու արմատը սերն է, որ մեր մեջ պիտի լինի։ Ոչ թե մարդկային, այլ աստվածային սերը, որը չի վերջանում։ Աստվածային սերը, որը որ մղում է մեզ, որպեսզի մենք այդպես ապրենք։ Մենք իրար ներենք, իրար սիրենք, իրար պատիվ տանք, իրար պատիվ տալու մեջ առաջ ընկնենք։ Եվ այդ վերաբերմունքը դա պատասխանատվություն է։ Պատասխանատվություն վերցնել ամեն մեկս մեր փոխարեն։ Ամեն մեկս իր տեղը։ Ամեն։ Այսօրով է ուզում մեկին պատիվ տա։ Դե եկեղեցուց մեկին բռնի տար պատիվ տա։ Մի սպասի, ասես հեսա գործերս լավանան որ պատիվ տամ։ Քո եղածից։ Ասարի գնանք մեր տուն կոֆե խմենք։ Պատիվ տուր։ Կոֆե կարաս տաս։ Տուր, պատիվ տուր։ Բայց շփում ունեցի, անկեղծ սրտից, արա այդ մի բանը։ Պատիվ տալը ինչ որ հատուկ փող ունենալու մեջ չի։ Պատիվ տալը քո ունեցածի չափով քո սրտանց անելու միջոցով է լինում։ Ամեն։ Նույնպես Տիրոջը պատիվ տալու մեջ քո եղածից է գնում դեպի, քո ստացվածքից, քո ունեցածի չափով ընդունելի եւ քո կարողությունից ավել էլ դու չես կարա։ Ամեն, բայց դա անկեղծությունից է, կարևոր է որ դու սկսես դա անել։ Սկսես քո եղածից անել։ Դու հասկանաս որ այ մարդ, այսքան ունեմ, այսքանից կարամ պատիվ տամ իմ քրոջը կամ իմ եղբորը։ Այս ամենից կարամ անեմ։ Ամեն, բայց դա սկսվում է քո ներսից եւ դա քո որոշումից։ Ամեն։ Ուրեմն պատիվ տալու մեջ իրարից առաջ անցեք։ Եվ դա պետքա լինի, որ մենք իրար հետ շատ շփվենք։ Եկեղեցին մեկը մյուսի հետ պետքա ունենա շատ հարաբերություն, շփում։ Ոչ թե ամեն մեկը առանձին կղզիները լինի, այլ պետքա հարաբերություն լինի, պետքա շփում լինի, իսկ երբ որ պատիվ տալը սկսվում է եկեղեցու մեջ, այդ բարիերները սկսում է ինչ ելնել, մի ժամանակ Սևանում մենք կղզի ունենք, հիմի դարավ, որովհետև ջուրը բաժանման, ջուրը քաշվում է։ Երբ որ դու սկսում ես գործողություն անել ու պատիվ տալ, բաժանման բաները հեռանում է, սկսում է ինչը, կառուցելը, սկսում է միանալը։ Գիտեք, տարբեր ափեր միացնելու համար մոստեր են կառուցում։ Իրականում այնպես մոստեր կա, չգիտեմ, անգամ ծովերի վրայով են կառուցում արդեն մոստեր։ Մի ժամանակ մեր պատկերացումը մոստի 5 մետրանոց գետի էսափից են ափներ։
Հիմա կիլոմետրերով ես չգիտեմ ծովի վրայով մոստեր են կառուցում, բայց իրանք միացնում են մի ափ ինչ որ մի ափի հետ։ Անկամ շատ հարաբերություններ հեռացած կառույցի միջոցով աշխատանքի հետևանքով կարա միավորվի։ Եթե որոշում լինի մեր սրտի մեջ, եթե որոշում լինի մենք միմյանց ընդառաջ գնանք, եւ դա միակողմանի չի, դա երկկողմանի է։ Եթե մի կողմը շատ է ուզում պատիվ տա, մի կողմը չի ուզում, ասի չէ հարմար չի, էս չի, այն չի, միշտ չի լինի այդ կոնտակտը։ Դա երկկողմանի հարաբերություն է, պատիվ տալը։ Դրա համար չի ասում պատիվ տուր մեկին, ասում իրար պատիվ տալու մեջ առաջանցեք։ Հոգնակի թվով է։ Նույնպես Աստծուն պատվելը մենք հասկանում ենք դա նույնպես երկու կողմ ունի։ Աստված քեզ պատվում է, դու իրան ես պատվում, դա հարաբերություն է։ Ամեն։ Եթե գործ կառաքելոց երկրորդ գլխում մենք նայենք, եկեղեցին երբ որ նոր սկսվել էր 3000 մարդ ապաշխարեց 3000 մարդ ապաշխարեց եւ ինչ էր անում, հետևում էր առաքյալների ուսմունքին, հաղորդությանը, վարդապետությանը, չէ՞, բայց ասում են նրանք իրար հետ էին, մեկտեղ էին, ամեն ինչ հասարակած էր, դա խոսում է նրանց մտերմության մասին, դա խոսում է նրանց հարաբերության մասին, դա խոսում է, որ նրանք իրար հետ ունեին շատ մտերիմ հարաբերություն, շփում ունեին իրար հետ։ Սիրելի եկեղեցի, իրականում կառուցի հարաբերություն, քո եկեղեցու անդամի հետ, քո կողքի մարդու հետ, հետևի մարդու հետ, բայց իրան ուրիշ ձև եմ իմացել, էլ չէ, եկեղեցին բան է փոխում, Աստված բան է փոխում մեր կյանքերի մեջ, ես ժամանակին ուրիշ մարդ եմ եղել, բայց հիմա Քրիստոսով նոր արարած եմ, սկսի հարաբերություններ նոր էջից, ամեն։ Գիտեք, պատիվ տալ, շատ անգամ մենք մի ուրիշ բան էլ ասեմ, շատ անգամ մարդը կարա պատվի եկեղեցու մարդկանց, բայց չպատվի իր ընտանիքի անդամներին, նույնպես պատիվ տանք ընտանիքի մեր ընտանիքի անդամներին, ծնողները երեխաներին, երեխաները ծնողներին, կինը ամուսնուն, ամուսինը կնոջը, դրա մեջ էլ մենք պետք է այդ պատիվ տալու մեջ էլ սովորենք, ընտանիքը իր ներսում սկսի իրար պատիվ տալ, դա շատ կարևոր բան է, որ Աստված ուշադրություն է դարձնում ընտանիքի մեջ նույնպես։ Եփեսացի 5-րդ գլխի մեջ 28-29 խոսք։ Այնպես էլ պետք է մարդիկ սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց մարմինները։ Ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում։ Հենց որ տղամարդիկ սիրեք ձեր կանանց, որտեվ այդ անելով ձեզ եք սիրում, էլի դեպի քեզ է։ Որովհետև ով որ իր անձը, որովհետև ոչ ոք իր անձը չի ատել, այլ կերակրում է, պահպանում է նրան, ինչպես Տերն էլ եկեղեցին։ Նայեք այստեղ ինչ է ասում։ Ասում է մարդը ինքը իր անձը ինչպես է խնամում, չէ՞։ Կերակրելով եւ այլ պահում է իր անձը։ Այնպես էլ ինչ է նշանակում սիրել։ Ասում եմ կերակրել, պահպանել։ Եթե դու պահպանել բառի մեջ, գիտես դու պահպանում ես վտանգից քո ընտանիքը, պահպանում ես հոգևոր հարձակումներից աղոթքով։ Եթե դու իրականում աղոթում ես քո ընտանիքի անդամների համար, դա պաշտպանության համար է, դա եւ այլ, դա կարևոր մի բան է, որ մենք պետք է ընտանիքի մեջ այս ամենը ունենանք։ Նույնպես էլ կանայք, ասում եմ, հնազանդվեք ձեր ամուսիններին։ Սա իրականում են պատիվ տալու ինչ որ մի մեջ է մտնում նույնպես։ Եթե դու ուզում ոնց ասեմ, չես հնազանդվում, բայց սեղան ես գցում դիմաց, առանց հնազանդվելու sense ինչքանով կուլ կգնա։ Այդտենց է չէ, չի գնա, կուլ չի գնա, նույնն էլ են իրար պատիվ տալու մեջ, չէ, եթե իրար այդ հաց եք ուտում, բայց տակը անկեղծու սերն ու բանը չկա, կուլ էլ չի գնա։
Ում հետ ա եղել որ կուլ չի գնացել, հեշտ շատ բաներ։ Նույնպես ընտանիքի մեջ, գիտես, իրար հետ շատ շփվեք, դուրս եկեք, ման եկեք, կաֆե գնացեք, չգիտեմ։ Բա հոգնած եմ ըլնում։ Չերես նիմագու։ Պետք է անել։ Պետք է այդ ամենը ձեռնարկել։ Պետք է կառուցել, որովհետև շատ անգամ դառնում է սովորություն, առօրյայի մեջ սովորական, դու շատ անելով դառնում է սովորական մի բան, չէ՞։ Այդ սովորական ամեն օրվա անելիքը մարդուն բերում է մի բան, որ հոգնում է այդ մարդը։ Շատ անգամ կանեք, ոչ մի բան չի եղել, ոչ մի բան, ամեն ինչ նորմալ, մենք էլ տենում ես։ Մի բան է ինչի։ Հոգնել է։ Էլ չեմ կարում, չէ՞։ Ինչի՞ց այ մարդ նորմալ է, սա այս 5 տարի է կամ 10 տարի ամ նույն ձևի գնում է։ Ինչի։ Նորություն չկա։ Նորություն պետք է մտցնել, որ չհոգնել։ Եվ այդ պատիվ տալու մեջ այդ նորությունը միշտ պահվում է։ Իրար նվերներ տալը, իրար հետ հա շփվելը, իրար հետ միտեղ գնալը, լավ խոսքեր ասելը, այդ ամենը այո։ Մամուշը не надо. Надо, Федя. Իրականում ընտանիքի մեջ էս պատիվ տալը պետք է շատ ուժեղ ձևի բարձրանա։ Երեխաները նրանք պատվեր ունեն Տիրոջից։ Պատվելու իրանց ծնողներին։ Պատվելու։ Ոչ թե ու գիտեք երեխաները միշտ իրանց պահանջարկները միգուցե ավելի շատ բարձր է, քան այն մատակարարումը, որ գալիս է ծնողից։ Իրանք ավելի են, միշտ նայում են, բա այս սենց, այն մյուսն են, այն մյուսն են եւ այլ։ Չէ, ես ասեմ, որ մի նայի այն մյուսին ոնց ինչ։ Սկսի պատիվ տալ, շնորհակալ սիրտ ունենալ։ Որովհետև ծնողները անում են իրանց մաքսիմումը իրանց ընտանիքի մեջ, իրանց երեխաների համար։ Դուք պետք է կարողանաք գոհանալ այն ինչ որ արվում է ձեր ծնողի կողմից կամ արվել է ձեր ծնողի կողմից։ Ես շատ անգամ մեծ հասուն մարդկանց հետ խոսում եմ ու շատերը, չեմ ասում բոլորը, շատերն ասում են իմ ծնողներն ինձ ոչինչ չեն արել։ Ես ինչ արել եմ ինքնուրույն եմ հասել։ Լսի, որ դու արդեն ծնվել ես, դա քո ծնողների կան ծնողներ, որ ընդհանրապես իրանց երեխեքին բաց են թողել։ Բայց այդ երեխեքն ինչ ասեն։ Բայց ես գիտեմ հարաբերություններ, որ անգամ վերականգնվել է, անգամ նման մարդկանց մի կողմից, հա, որ իրանք լրիվ թողել են իրանց երեխային որփանոց, բայց հետո այդ երեխան վերականգնել է այդ հարաբերությունը, կամ ծնողի կողմից քայլ արվել կամ հակառակը, բայց եկել է բժշկություն։ Ես մի բան գիտեմ, հին ուխտի մեջ, Մաղաքիայի մեջ, Մաղաքյան մենակ 10-րդի մասին չի խոսում։ Մաղաքյան նույնպես ասում է հետևյալ խոսքերը, որը որ գալիս է այդ վերջի ժամանակներում եւ ասում է Հիսուսի մասին այդ մարգարեությունը, իսկ եկեղեցին Հիսուսի մարմինն է, որ իրականացնում է այդ նույն խոսքը։ Եվ ասում է շատերին կդարձնի, շատերի ասում է ծնողների, հայրերի սրտերը դեպի որդկանց կդարձնի, որդկանց սրտերը դեպի հայրեր։ Դա Հիսուսն արեց եւ նույնպես եկեղեցին այդ գործի մեջ է, որ մարդկանց սրտերը պետքա դեպի իրենց ծնողները լինի, ծնողների սրտերն էլ դեպի իրենց երեխաները։ Մենք տեսնում ենք շատ հարաբերություններ կարա խաթարված լինի երեխա ու ծնող հարաբերությունների մեջ։ Բայց իրականում Աստված այն պատճառն է, որի պատճառով մենք կարող ենք ներել, սիրել։ Աստված այն պատճառն է, որ ինքը հանդիսացավ որպես որդի, ինչպես է պատվում Տիրոջը, եւ ինչպես հայր, ինչպես է պատվում որդուն։ Եվ ինչպես է ինքը մեզ պատիվ տալի, ինչպես երկնային մեր հայր, ոնց է մեզ պատվում։ Այնպես որ մենք օրինակ ունենք թե որդու, թե հոր։ Ինչպես է հայրը պատվում եւ ինչպես է որդին պատվում։ Ամեն։ Դա կարևոր է։ Շատ կարևոր է, որ մենք օրինակ ունենք եւ այդ օրինակը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Այո, մենք գիտենք, որ շատ իրավիճակների մեջ կարա դժվար լինի, կարա որտեղ խոսքն ասում է հայրեր մի բարկացրեք, մի վհատահայ ձեր որդկանցը, որովհետեւ նրանք կվհատվեն, բայց միտեղ էլ չէ, հենց հաջորդ ասում է որդք հնազանդվեք, որտեւ այդ պատվերը Տիրոջից ունեք։ Դրա համար շատ կարևոր է սիրելի եկեղեցի, որպեսզի մենք ամեն մեկս
ամեն մեկս, թե որպես երեխա, մեր երկնային հորը, թե որպես հայրեր կամ ծնողներ, հա, մեր զավակներին։ Այդ պատիվը մենք ընտանիքներում մեզանից շատ մեծ բան է կախված։ Եթե միտեղ է խաթարված, դու նախաձեռնող եղի։ Մի մտածի, դե թող ինքը քայլանի։ Կա չէ՞ տես բան, նեղացած իրար հետ ման են գալի։ Ման են գալի, այնի գլուխ են կոմ, այնի գլուխ են կոմ։ Դուրս են կեմ Յանի բարեշ են իրար հետ։ Բայց մեկը էլի լավ է, էլի քայլ է, դուս են եկել իրար հետ ման գալ։ Ինչ որ այա քայլ են արել, բայց մեկը նախաձեռնեք։ Դուս եկեք, իրար հետ ման եկեք։ Բայց նախաձեռնող կողմը կարողացի լինես դու։ Հետելա, չէ՞, պատիվ տալու մեջ իրարից ոչ թե սպասի քեզ պատիվ տան, դու առաջինը քայլը ձեռնարկի։ Դու վազի պատիվ տալու մեջ։ Ամեն։ Կամ էլ սենց է, այսքան ես պատմեմ մի հատ հակառակը չարեց, մի բան էլ է, չէ, դա չի վերջանում։ Միշտ ես եմ նախաձեռնողը, կա չէ՞ ձեզ բան։ Միշտ նախաձեռնողը ես եմ։ Փառք Աստծուն, շարունակի։ Եթե դա կառուցում է, ինչի՞ չէ։ Ամեն։ Դա շատ կարևոր բան է, որպեսզի դու զինես քեզ քո ընտանիքի մեջ նույնպես, որտեղ ես հավատացած եմ ընտանիքների հարաբերությունը, առողջ հարաբերությունը, առողջ ընտանիքները այս հասարակության մերանն են։ Հասարակությունը կբժշկվի, երբ որ ընտանիքները լինեն բժշկված։ Իսկ ընտանիքների բժշկությունը եկեղեցու մեջ է։ Եկեղեցին է, որ մեզ բերում է ճիշտ հարաբերությունները։ Աստծո սերն է, որ այդ ճիշտ հարաբերություններն է կառուցում։ Ամեն։ Նույնպես պատիվ տալ իշխանավորներին։ Դա Աստծուց ունենք եթերամանա։ Նայեք Հռոմեացի 13-րդ գլուխ։ Հեսա մի քիչ կմանրանամ այդ մասին։ Էդի այս օրերի հետ կապված չի։ Կա չէ, մարդիկ մտածում են այս օրերի մեջ ուրեմն ահա էդ այս օրերի հետ է կապված։ Այս օրերի մեջ էլ է եղել, առաջվա ժամանակ էլ է այս խոսքը եղել։ Այդ խոսքը միշտ ամեն ժամանակ էլ եղել է։ Այսքան ժամանակ դուք չեք տեսել, որ մեր եկեղեցին լինի ընդդիմություն։ Մենք ընդդիմություն ենք մեղքին։ Ես չեմ ասում, որ ամեն ինչին մեղքին, եթե անօրենություն կա, ասում ենք ոչ, բայց մենք քաղաքականության մեջ երբեք չենք մտնում։ Ամեն։ Գիտեք, առաջի դարը հետաքրքիր մի ժամանակաշրջան էր, որ քրիստոնյաները հալածվում էին։ Առաջի դարում առավել շատ էին հալածվում, կենթանի այրվում էին, առյուծների գուբն էին գցում։ Դուք պատկերացնում եք ծնող, որ իր աշկի առաջ իր երեխուն, նորածին երեխուն կամ իր երեխուն առյուծն ուտում է։ Պատկերացնում եք այդ ծնողի սիրտը։ Ու ինքը կարողանում է ների այդ հրաման տվողին։ Այդ ինչ պիտի լինի, ով կարա ինձ բացատրի։ Եթե երկնայինը չլինի, ես երկրային նման բան չի կարա լինի։ Դա երկնային բան կարա այդտեղ լինի միայն, որ մարդը իր ներսում կարողանա այդպիսի որոշում ունենա։ Պատկերացնում եք ինչա դա։ Դա մենակ երկնային սերը պետք է կարողանա մարդու ներսում լինի։ Երկրային ոչինչ չկա, որ մարդը այդ երկրային օրինակով կարողանա այդ բանը անի։ Ամեն։ Հռոմեացի 13-րդ գլուխ, նա 3-4-ի մեջ ինչ ասում, որովհետև իշխանները բարի գործի համար վախի պատճառ չեն։ Այլ չար գործեր կամենում ես, որ իշխանությունից չվախենաս, բարի գործիր։ Եվ նրանցից գովասանք կընդունես, որովհետև սպասավոր է նա Աստծո քեզ համար դեպի բարին։ Նայեք ինչ է ասում։ Այս առաջի դարում գրված բանի մասին է հռոմեացիներին։ Հռոմը գիտեք ինչ տեղ էր։ Այս որ ժամանակաշրջանն էր։ Որ այդ իշխանավորը հավատացյալ Քրիստոսի անունի կրող մարդկանց մահապատիժի էր ենթարկում։ Ասում դե դու լավն արա։ Մի վախեցիր իշխանավորից։ Բարի գործիր։ Կեղծիկ օրենքի տարին համապատասխան արա։ Եթե դու օրենքը պահող լինես, ինչի՞ց պիտի իշխանությունից վախենաս։ Հակառակը, ով է տաքսին տեսե։
Ինչ մեկ ռոզը որ ասում, այդ միլիցիան ձեզ համար, հա? Այդ միլիցիան մեր համար էլա, չէ՞ որ ասում։ Այն որ միլ բան են, որ այնց էլ այդ միլիցիան մենակ ձեզ, այդ միլիցիան մեր։ Մենք ընդհանրապես այսպիսի ռեակցիա ունենք, միլիցիա տենում ենք, փախնում ենք։ Հակառակը միլիցիա տենալուց պիտի դու ապահով զգաս, ինքը քո համար է, այդ մեր համար է։ Ինքը օրենքը սպասավոր է ինքը, ծառայող է ինքը, ժողովրդի համար է ծառայող։ Իշխանավորը ծառայող է, դրա համար նա ծառայող է, որ քեզ բարի բանի մեջ պահի, օրենքի տառի մեջ պահի, հա։ Մի խախտի օրենքը։ Ամեն։ Կամ էլ մի ուրիշ բան, ընդհանրապես իշխանավոր ասածը դա միայն երկրի ղեկավարների մասին չի խոսքը։ Ով է ինչ որ միտի աշխատում։ Շեֆ հասկացողություն գիտես, չէ՞ ինչը, շեֆն եկավ։ Հեն շեֆը գալիս է ամեն ինչ ճիշտ է, շեֆը գնաց մնում է, այդ նույն ճիշտ է։ Իսկ քրիստոնյայի կյանքում շեֆը գնաց էլի պետք է մնա այդ ճիշտը։ Այդ է իշխանավորին պատիվ տալը։ Որ դու անում ես ոչ թե մարդկանց աչքի առաջ, այլ դու անում ես։ Դու աշխատում ես, դու նույնպես շնորհակալ ես։ Դու նույնպես քո աշխատանքով պատիվ ես տալի։ Այն ղեկավարին, որ քեզ գործ ա տվել։ Հələ ընդհակառակը հակառակ միտեղ ասում է, եթե դու քեզ վազացնում ա մի ասպարեզ, նրա հետ երկրորդն էլ վազի։ Եթե դու ասում ես վազացնում են քեզ, կա չէ՞ որ ասում ես, շատ աշխատացնում են, քիչ վարձատրում։ Դու համաձայնվել ես այդպես աշխատես։ Եթե համաձայնվել ես, արա։ Չի լինում, դուրս արի, բայց քո սրտի մեջ մի մտածի չպատվես։ Դա շատ կարևոր է, քո ղեկավարությանը դա նույնպես այդ իշխանավորն է։ Պատիվ տաս։ Որովհետև այդ ամենի մեջ ինքը նկատելու է քեզ։ Վասուրելս իր մեջ մի բան կա, որ ուրիշների մեջ չկա։ Ու ես ասեմ, միգուցե գա ժամանակ, որ սաղ գործատերերը, սենց ասեմ մեր բառերով, մանգան հավատացյալներ իրանց մոտ աշխատող։ Իսկ այդ պետք է իրականում լինի, երբ որ հավատացյալը զինվի Աստծո խոսքով։ Որտեվ աշխարհը միշտ մտածում է խափի։ Գործի տեղից մեխը ջեբը լցրած գալիս է տուն։ Էդի մեխը։ Միս կոմբինատին աշխատողը միսը վրեն փաթաթած է գալի տուն։ Ո որտե աշխատում է։ Արմենը մազերի հետ կապված չգիտեմ ոնց անում։ Բայց Արմենն էլ ինչ-որ միտեղ վարձակալում է։ Այդ աթոռը վարձակալում է, նա էլ ինչ-որ այդտեղ պայմաններ ունի։ Ամեն մեկը ինչ-որ միտի աշխատելուց հարաբերություններ ունի։ Ամեն մեկն էլ ինչ-որ միտի աշխատելուց գրանցվում է պետականորեն, չէ՞։ ՀԴՄ։ Որոշում ես խփես թե չխփես։ Հավատացյալները խփեք։ Բայց շատ են վճարելու, վճարի, ոչինչ։ Մի հատ թոշակ մեկին կավել կգնա։ Դա անելով դու անում ես այդ ժողովրդի համար։ Բայց արա անկեղծ, արա մաքուր, ու արա Աստծո երկյուղի մեջ։ Դա իշխանավորներին էդի մենք հասկանում ենք մեկ անձ, մեկ իշխանավոր չէ, իշխանության ստրուկտուրա, որ կա երկրի ղեկավարությունից հա եկած։ Քաղաքապետ, մարզպետ, ժեկի պետ, մի չգիտեմ ոնց է կոչվում։ Ինչ է կոչվում, համատիրություն։ Լիֆտի փող հավաքել։ Մյուս, չէ՞։ Բա լիֆտը չի աշխատում։ Հավաքեք, որ աշխատի։ Որ սարքվի։ Ու նման բաներ իրականում դա ցույց է տալի, որ պատվել իշխանավորին, դա մենակ ասելով չի, այլ քո վարքագծի մեջ նույնպես դա պետք է լինի։ Քո կենցաղի մեջ նույնպես պետք է դա լինի։ Դե եթե դու քո վարձերը ժամանակին տալիս ես, արդյոք դա տենց չի։ Դե հիմի համակարգը հենցա չտամ գալու են անջատեն։ Քեզ ստիպում են որ դու տաս, բայց այդ ամենը, այո դու տուր, բայց քո սրտի մեջ իրոք տուր։
Հոժարությամբ դու։ Ամեն։ Ես չեմ ասում վաղը մյուսօր կարող են հենց մի հատ օրենք կրնի, որ ասեն Աստծուն չի երկրպագեք։ Այդ դեպքում հակառակ կգնաս, որտեվ Աստծո խոսքը ասում է աղոթի երկրպագի միայն քո Տեր Աստծուն, այսինքն այն օրենքները, որը քո աստվածապաշտությանը չի կանգնացնում, հա, եւ այլն։ Պետրոսը նայեք ինչ է գրում, առաջի թղթի մեջ, առաջի Պետրոս 2:17։ Ասում է, եւ եթե հայր եք կանչում նրան, երկնային հոր մասին, եւ առանց աչառության դատաստան է անում ամեն մեկի գործի պես, ուրեմն Աստված ամեն մեկի գործի համաձայն դատաստան է անում։ Ամեն։ Ապա ձեր պանդխտության ժամանակը վախով վարվեցեք։ Պանդխտության ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ մենք այս երկրի մեջ պանդուխտ ենք, եւ այդ ժամանակը մենք պետք է Աստծո երկյուղով ապրենք։ Ամեն։ Իսկ իշխանություններին, ասում աղոթք արեք ձեր երկրի իշխանավորների համար, որպեսզի այս երկրի վրա խաղաղ եւ հանդարտ կյանք վարեք ամեն աստվածապաշտությունով։ Առաջի Տիմոթեոսի մեջ է գրված։ Եկեք դա էլ բացենք։ Առաջի Տիմոթեոս 6-ը ուրիշ տեղ եմ կարդում ես հիմա, առաջի Տիմոթեոս 6 առաջի խոսքից։ Առաջի երկրորդ խոսքը։ Նայեք, էսի հետո այդ բանի այդ տեղը հետո կկարդանք, բայց այս տեղը եկեք նայեք տենանք ինչ ասում։ Նրանք որ ծառայության լծի տակ են, թող իրանց տերերին ամեն պատվի արժանի համարեն։ Սա խոսում է այն ժամանակ գնում էին աշխատելու, հա, ինչ որ տան, տեր ծառա, հիշում եք տերն ու ծառան։ Տերնա ծառան է, դա չի նշանակում տեր, այդ այսինքն աշխատող։ Հիմա մենք էլ ամեն մեկս մենք աշխատանքի մեջ ենք, ասում եմ, իրենց հա աշխատատերերին ամեն մեկ պատվի արժանի համարեն, որ Աստծո անունը եւ վարդապետությունը չհայհոյվի։ Պատկերացնում եք, աշխատես Աստծո երկյուղով, որպեսզի Աստծո անունը չհայհոյվի։ Իսկ հավատացյալ տերեր ունեցողներ, այսինքն այն մարդիկ, ովքեր հավատացյալների մոտ են աշխատում, թող չանարգեն, չասեն, լստեն այ, հավատացյալա օրինակի համար, լսի, կրկնակի մտածի, որ դու իրան պատիվ տաս, որտեվ հավատացյալ է։ Ամեն։ Որը ասում է չանարգեն նրա համար, որ եղբայրք են, այլ առավել եւս ծառայեն նրա համար, որ հավատացյալ են եւ սիրելի, որ բարերարությամբ մասնակից են։ Այս բաները սովորեցրու եւ հորդորիր։ Այսինքն այս ամենը պետք է մեզ սովորել։ Եթե ինչ որ միտեղ ես աշխատում, որտեղ Տերը հավատացյալ է, կրկնակի պատիվ տուր, ասենց ասեմ, հա։ Այն պատճառը, որովհետեւ նույն հորն եք, նույն հորից եք, երկնային հորից եք։ Ամեն։ Եղբայրը կամ քույրը։ Իսկ շատ անգամ գիտեք ես ինչ եմ լսել։ Շատ անգամ լսել եմ, որ ասում եմ չեմ ուզում հավատացյալ աշխատողի մոտ, որովհետև գալիս են ու սկսում մուննատ գալ։ Չեմ ուզում, որովհետև գալիս են ու ասում են, բա ու իրաց ծառայության գրաֆիկն են դնում իմ առաջ։ Այմարդ ուրիշ թե որ աշխատեն ասում է, ես չեմ ասում ինքը հանգստի ժամանակ չի տալի, ինքը գիտակցում է, ինքը կիրակի օրերը ազատ է տալի, ինքը ասում է հա եւ այլ շատ բաներ ասում է հա, բայց ասում է ձեռի հետ էլի է բերում եւ այլ ու սկսում է շաբաթվա 7 օր 7 օրն էլ ծառայության է։ Բա իմ գործը։ Այսինքն մենք պետք է այդ բալանսը իմանանք, որովհետև նա որպես հավատացյալ, նա գիտակցում է, որ դու պետքա ծառայես։ Նա քեզ չի ստրկացնում, ինչպես աշխարհն է ստրկացնում։ Աշխարհը դեպի ստրկացում է տանում, որ դու ժամանակ չունենաս։ Միշտ իր մոտ քեզ այնց ամբողջն է ուզում վերցնի։ Բայց այդ հավատացյալը գիտակցում է տալիս է ժամանակ։ Մենք էլ ասում ենք քիչ է տալի։ Էլի պիտի, էլի ու տենց իր գործը գնալով ինչ կլինի։ Կմարի ու բանկրոտ կդառնա։ Ամեն դրա համար ասում ախպեր չեմ ուզում հավատացյալ աշխատել։ Բայց մենք այդ բանը պիտի փոխենք։ Մեր օրինակով պիտի փոխենք, որ մարդիկ ուզենան հավատացյալ աշխատել, որ Աստծո երկյուղն ունեն եւ նույնպես կարող են պատիվ տալ, կրկնակի պատիվ տալ։ Ամեն։ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլխի մեջ է ասվում, առաջի երկրորդ խոսքերը եւ երրորդը նույնպես։ Արտաղաչում եմ ամենից առաջ աղոթք անել, խնդրվածք ու աղաչան գոհություն ամեն մարդկանց համար։ Նախ եւ առաջ յուրաքանչյուր մարդու համար աղոթք անել ու խնդրվածք ու գոհություն։ Թագավորների, ամեն իշխանավորների համար ինչ անել։ Աղոթք անել, գոհություն բարձրացնել։ Որ խաղաղ եւ հանդարտ կյանք վարեք բոլոր աստվածապաշտությունով եւ սրբությունով։ Այսինքն որ նրանք
կարողանան ճիշտ կառավարեն եւ այլ, որպեսզի խաղաղ հանդարտ ու կյանք մենք ունենանք։ Ամեն։ Որովհետեւ սա բարի է եւ ընդունելի մեր Փրկիչ Աստծո առաջ։ Այսինքն դա բարի է եւ ընդունելի Աստծո առաջ, երբ որ դու կարողանում ես աղոթել երկրի իշխանավորների եւ այլ, հա։ Բոլոր իշխանության համակարգի համար։ Ես չեմ ասում մեղքի համար, որ իրանք մեղք են գործում։ Մենք չենք օրհնում այն ինչ որ մեղք են գործում։ Մեղք են գործում, օրենքի առաջ թող պատասխան տան։ Ընտրություններ կգա, կգնաս չես ընտրի։ Ամեն, բայց դու սկսի աղոթել։ Որտեվ ընտրություն դու ունես, դու խելք ունես, մտածելակերպ ունես, դու կարող ես ճիշտ ընտրություն կայացնել եւ այլ, դու ազատ ես, բում ուզում ես ընտրելու։ Եկեղեցին քաղաքական հարթակ չի։ Դու քաղաքական հարթակ չենք, մենք չենք ուղղորդում եւ այլ, ընդհակառակը։ Մենք օրհնում ենք ամեն մեկին։ Լինե հին իշխանություն, նոր, մենք օրհնել ենք, այն վախտել աղոթել ենք, այն վախտել աղոթում ենք հիմա էլ, շարունակում ենք աղոթել հետո էլ։ Կառավարությունը փոխվում է, միշտ է փոխվում։ Աստված միշտ նույնն է։ Ամեն։ Եվ մենք արժեքային համակարգի կողմ ենք։ Քրիստոնեության կողմ ենք։ Մենք բաց ենք բոլոր քաղաքական ով ուզում է լինի, եկեղեցու դուռը բաց է բոլորի համար։ Եկեղեցին Աստծո տունն է, որ ամեն մեկը պիտի մտնի ու Աստծո հետ հանդիպում ունենա ու իր սիրտը Աստծո առաջ շտկի։ Ամեն։ Եկեղեցին քաղաքականացված չի։ Ամեն։ Ու փառք Տիրոջը։ Ու նույնպես սրանով էլ ասեմ ու գամ ավարտին։ Պատվել եկեղեցու ծառայողներին նույնպես։ Որովհետև պատվել Աստծուն, պատվել իրար, պատվել ընտանիքի անդամներին, մեկը մյուսին, պատվել երկրի իշխանավորներին եւ պատվել եկեղեցու ծառայողներին։ Մենք այդ ամեն Աստծուց պատվել ունենք։ Աստծուց ունենք այդ պատվերը, որ մենք պիտի պատիվ տանք։ Առաջի Թեսաղոնիկեցին 5-րդ գլուխ 12 եւ 13-րդ խոսքը։ Եվ աղաչում եմ ձեզ եղբայր, որ ճանաչեք ձեր միջում աշխատողներին եւ ձեր վերակացուներին տերումը եւ ձեզ խրատողներին էլ եւ նրանց առավելապես պատվեցեք սիրով իրենց գործի պատճառով իրար հետ խաղաղությունով վարվեցեք։ Սա շատ կարևոր պատվեր է, որ մենք պետք է մեր սրտերի մեջ ունենանք, որ մենք առավել եւս պատվենք այն ծառայողներին, վերակացուներին, խրատողներին, ովքեր եկեղեցու մեջ ծառայող են։ Գիտեք, եթե դու չպատվես, եթե դու չընդունես, ոչ ոք չես, դա ստիպողաբար բան չի։ Հիշում եք պատվելը որտեղից էր սկսում, ամենասկզբից դա եմ խոսել։ Դա ներսից սկսվող մի բան է։ Եվ դու քո ներսից պետքա դու կարողանաս պատիվ տալ, բոլոր այս ամենի մասին խոսալուց դա ներսից բխող երևույթ է։ Նույնպես եկեղեցում ծառայողներին պատիվ տալը դա ներսից բխող երևույթ պիտի լինի։ Եվ անկախ նրանից քո դուրը գալիս է, չի գալի, Տիրոջ ծառան է, հանձնի Տիրոջ ամեն մեկին։ Ամեն, Տեր իր տան նկատմամբ նախանձավոր է։ Քեզանից հասնում է լսող, հնազանդվել, լսի հնազանդվի։ Քեզանից հասնում է պատիվ տալ, պատիվ տուր։ Դու քո անելու համար Տիրոջ առաջ կկանգնես, նա իր չանելու համար կկանգնի։ Ամեն, բոլորն են կանգնելու։ Դու որ կանգնես, կասես ես պատվեցի, որովհետև դու ինձ ասել էիր պատվեմ, եւ Տերը քեզ պատիվ կտա, որովհետև դու պատվել ես։ Ամեն։ Երկնքում շատ բաներ պատիվ, իրականում երկնքում շատ բաներ ա լինելու, որ դու չէիր սպասում։ Ամեն։ Եվ եկեք ամեն մեկս մեր տեղում անենք այն ինչ որ մենք պարտավոր ենք անել։ Այն ինչ որ մեր սրտից պետք է լինի, ոչ թե պարտականությունից, պարտավոր բառը օգտագործեցի, բայց պարտավորությունը սրտից պետք է բխի։ Ամեն։ Հոժարությամբ ու անկեղծությամբ լինի։ Առաջի Տիմոթեոս 5:17 Լավ վերակացություն անող երեսներին թող երկու պատիկ պատիվ արժանի տան։ Պատկերացնում եք, ասում լավ ծառայողները կրկնապատիկ պատվի տվեք։ Մանավանդ նրանք, որ խոսքով ու վարդապետությունով են աշխատում, այսինքն ծառայում։ Ուրեմն խոսքի ծառայողներ են, նրանք այն ծառայողներն են, ովքեր որ Աստծո խոսքը սովորեցնող են։ Դատանային խմբակներում կարա լինի, ծառայության մեջ կարա տարբեր տեղեր խոսքի ծառայողները։ Ամեն։ Իսկ նրանց գործի ոչ թե նրանք հատուկ ինչ որ վերին արտինցորեն են, չէ։ Նրանք այտենց էլ իրենց պիտի ցույց չտան, այլ դու պետք է դա արժանացնես քո սրտի մեջ։
Գիտեք, սենց ասեմ։ Ես առիթ եղել ա տեսել եմ տարբեր եկեղեցիներ։ Եվ իմ սրտում միշտ, օրինակ, երբ որ ինձ ծանոթացրել են տվյալ եկեղեցու հովիվն է, մյուսն է, ես պատկառանքով եմ մոտեցել, հարգանքով ու պատիվ տալով։ Եվ երբեք իմ շուրթերից ես աղբերովս, իմ աղբերս է, էլի սենց։ Ես այդպես չեմ մոտեցել։ Չնայած նրան, որ իմ աղբերս է, չէ՞։ Բայց ես այդպես չեմ մոտեցել, իմ վերաբերմունք ավելի հարգալից մոտեցում ա եղել։ Ու մեկ էլ տեսել եմ տվյալ եկեղեցու անդամը իր հովին աղբերովս։ Ես հովիվ եմ, իր հովին, հովիվով եմ դիմում։ Իր եկեղեցու Ժորժան, վերաբերմունքը, մենք կարանք աղբերներ ըլնենք, ընկերներ ըլնենք, օրինակ ըլնենք շատ ուրիշների համար ինչպես ընկեր լինել, բայց միևնույնն է, մենք միշտ պիտի հիշենք ծառայողը, նրա վրա օծություն կա, մենք միշտ պետք է հիշենք, ու մեր վերաբերմունքը պետք է ճիշտ լինի, ծառայողի նկատմամբ, մենակ հովիվների մասին չի խոսք, ծառայող անձնավորության մասին է խոսքը։ Մենք պետք է մեր սա հոգևոր հասունության մասին է խոսքը։ Սա հասունություն պետք է լինի։ Ամեն մի հատ նկար հիշեցի, բայց դե չեմ ասելու։ Չէ։ Որովհետև ինչպես դու ընդունում ես, այնպես էլ դու ստանալու ես իրենից։ Դա ուղիղ կապ ունի։ Եթե դու չես ընդունում, դու չես էլ ստանա իրենից։ Քո աղբերն է, քո որպես աղբեր կստանաս իրանից, բայց որպես հովական օծություն իրանից չես ստանա։ Դու չես շինվի հովական մոտեցմամբ, դու կշինվես աղբերական մոտեցմամբ։ Այտենց աղբերություն էլ կմնա, այդքանով կշինվես։ Այո, դրուժբա։ Աղբերության մեջ էլ աղբերություն արա, շինվի աղբերության մեջ, բայց ծառայության մեջ էլ ծառայության որպես մոտեցում ցույց տուր եւ այդ կողմից էլ ինքը կշինի քեզ, ինքը իր ապարքեվով։ Ամեն։ Դրա համար ինչպես ընդունում ես, այնպես էլ քո վրա անդրադարձնում է, ոչ թե ինքը տենց է անում, այլ դու ես այդպես վերցնում։ Ամեն։ Պետրոսի առաջի թղթի մեջ 2:17 Ամենին պատվեցեք։ Ամենին պատվեցեք։ Եղբայրությունը սիրեցեք։ Աղբերությունն էլ սիրեք։ Աստծուց վախեցեք, թագավորին պատվեցեք։ Այս իմի հրամանի ձևով էր թե չէ։ Բայց այս ամենը պետք է բխի սրտից։ Աստված երբեք հրաման չի տալի։ Աստված այո հրաման է տալի հնազանդվողներին ու սրտով ընդունողներին։ Եվ այդ ամենը պետք է մեր ներսից բարձրանա։ Ամեն։ Այնպես որ սիրելի եկեղեցի, մենք հիշում ենք Մատթեոս 10-րդ գլխի մեջ հիշում եք ինչ ասում։ Մարգարեին մի բաժակ ջուր տվողը մարգարեի վարձք ունի։ Ասում այդ փոքրերից մեկին էլ արեցիք, ինձ արեցիք։ Ուրեմն ծառայեցեք իրար, պատիվ տվեք իրար։ Դու քո վարձքը չես կորցնելու։ Անպայման չես կորցնելու։ Դու ավելի լավ վարձքի ես արժանանալու։ Որովհետև դու պատվելու ես հովիվին էլ, պատվելու ես ծառայողին էլ, համ նրա վարձքից ես ունենալու, համ հովի վարձքից ես ունենալու, հա? Նենց որ վարձքը բաց մի թող։ Պատվի Տիրոջը քո ամբողջ սրտից։ Պատվիր քո եկեղեցու մարդկանց։ Եվ դրա մեջ իրարից առաջ անցեք։ Պատիվ տուր քո ընտանիքի անդամներին։ Պատիվ տուր քո ղեկավարներին, իշխանություններին եւ պատիվ տուր եկեղեցու ծառայողներին։ Եվ այդ անելով անհնար է, որ դու պատիվ չստանաս։ Անհնար է, որ դու չհնձես։ Անհնար է, որ դրա արդյունքը դու չունենաս։ Ամեն։